Դեկտեմբերը գալիս է ոչ թե որոտով, այլ աշխարհում նուրբ տեղաշարժով։ Ոմանց համար սա կլինի անսպասելի հայտնագործություն, հնարավորություն կյանքի ծանոթ առարկաները այլ կերպ տեսնելու, մյուսների համար հնարավորություն վերաձևակերպելու պատմությունը, որպեսզի այն ավելի լավ համապատասխանի իրենց ներքին ռիթմին։ Այս շաբաթների ընթացքում դուք ավելի հաճախ կնկատեք նախկինում պատահական թվացող զուգադիպություններ և կզգաք, թե ինչպես են փոքր որոշումները կշիռ ստանում։ Ես ձեզ կպատմեմ 5 նշանների մասին, որոնց համար դեկտեմբերը խոստանում է փոփոխության հատուկ ուժ։ Աղեղնավոր, ճշմարտության շող այն ճանապարհին, որը տանում է դեպի ինքդ քեզ։ Աղեղնավորի համար դեկտեմբերը դառնում է այն ամիսը, երբ իմաստի հարցերը դադարում են վերացական լինելուց, դրանք դառնում են կյանքի գործնական պահանջներ։ Ձեզ սպասում է մի շարք պահեր, որոնցում դուք պետք է ընտրեք ոչ թե զվարճանքի և լրջության միջև, այլ այն միջև, ինչը իսկապես ամրապնդում է ձեր ներքին կողմնացույցը և այն, ինչը պարզապես ընդօրինակում է շարժումը։ Հնարավոր են հանդիպումներ և զրույցներ, որոնք կբացեն ձեր աչքերը երկարաժամկետ առաջնահերթությունների վրա։ Սա կարող է լինել ուսումը փոխելու առաջարկ, կարիերայի վերակողմնորոշում կամ հրավեր այնպիսի նախագծի, որտեղ ձեր անկեղծությունն ավելի կարևոր է, քան շողշողուն հրետորաբանությունը։ Այս ամսվա կարևոր ռեսուրսը ինքնազսպումն է։ Եթե պատրաստ եք խոստովանել, թե ինչ եք իսկապես ուզում, դեկտեմբերը ձեզ կտրամադրի գործիքներ ձեր ուղին սահուն կերպով վերաձևավորելու համար։ Գործնական քայլերը, որոնք կօգնեն ձեզ պահպանել ձեր ազդեցությունը, ներառում են ի հայտ եկող գաղափարների գրառումը, դրանց պարզ փորձերով փորձարկումը և ձեր փորձի հիման վրա ձեր ծրագրերը փոփոխելուց չվախենալը։ Ձկներ, զգացմունքների նուրբ կամուրջներ և իմաստների թռիչք։ Ձկների համար դեկտեմբերը այն ժամանակն է, երբ ներքին աշխարհը ձևավորվում է, և երազանքները աջակցություն են գտնում առօրյա գործերում։ Սա ակնթարթային փառքի խոստում չէ, այլ հնարավորություն համատեղելու ոգեշնչումը հմտության հետ։ Նախկինում անավարտ մնացած ստեղծագործական կամ հուզական ազդակները այժմ կարող են իրական արդյունքների հասցվել։ Կարևոր կլինեն հանգամանքները, որտեղ դուք կցուցաբերեք գործնականություն, փոքր քայլեր ձեր ստեղծագործականությունը կազմակերպելու համար, կանոնավորություն գործնականում և ձեր տեսլականը հասկանալի լեզվով արտահայտելու ունակություն։ Անձնական մակարդակում հնարավոր են հնարավորություններ, խորացնելու կարևոր հարաբերությունները, ոչ թե մեծ ժեստերի, այլ վստահություն կերտող հետևողականության և ուշադրության միջոցով։ Եթե դուք կարգապահություն ցուցաբերեք փոքր բաներում, կտեսնեք, թե ինչպես են մեծ փոփոխությունները գալիս բազմաթիվ ուշադիր կատարված հպումներից։ Այծեղջյուր, սյուների նուրբ կատարելագործում և բիզնեսի հասունության մշակում։ Դեկտեմբերին այծեղջյուրները հնարավորություն կունենան վերանայել իրենց իշխանության կառուցվածքը։ Առանց անցյալի նվաճումները ոչնչացնելու, դուք զգուշորեն կփոխեք առաջնահերթությունները, որպեսզի ներդրումները դառնան ավելի իմաստալից, իսկ եկամուտները կայուն։ Այս ժամանակահատվածը բարենպաստ է հին նախագծերը արժանապատվորեն ավարտելու և հաջորդ հավակնոտ քայլերի համար ճանապարհ հարթելու համար։ Պատվիրակման հմտությունները կարևորագույն նշանակություն կունենան, երբ դուք հրաժարվեք միկրոկառավարումից ռազմավարական տեսլականի օգտին, տեղ կազատվի նոր նախաձեռնությունների համար։ Ֆինանսական և մասնագիտական հարցերը կպահանջեն առաջնահերթությունների ազնիվ գնահատական, որ պարտավորություններն են ձեզ հետ պահում ստատուս քվոից և որոնք են իրականում հանգեցնում զարգացման։ Պլանի ժամանակին ճշգրտումները, ռեսուրսների ուշադիր բաշխումը և գործընկերների հետ հաղորդակցության ուշադրությունը թույլ կտան ձեզ ոչ միայն պահպանել ձեր դիրքը, այլև համույն անցնել հաջորդ մակարդակին։ Երկվորյակներ, աշխատանքի և խնամքի միահյուսում, փոքր կարգուկանոնի արվեստը։ Երկվորյակների համար դեկտեմբերը պատուհան է կարգուկանոն հաստատելու այն ամենում, ինչը նախկինում թվում էր առօրյա և անխուսափելի։ Փոփոխությունը կգա ձեր աշխատանքը կառուցակարգելու և ձեր առողջությանը հոգ տանելու միջոցով։ Ամենօրյա պրակտիկայի վերանայումը, առաջադրանքների արդյունավետությունը և անիմաստ ճեղող գործոնների վերացումը ձեզ ավելի շատ տարածք կտան ստեղծագործականության և իմաստալից կապերի համար։ Մասնագիտական առումով կարող են առաջարկներ արվել պարտականությունները վերակազմակերպելու կամ հարմար գործիքներ ներդնելու համար, որոնք կնվազեցնեն խնդիրները առաջադրանքները կատարելիս։ Ձեր անձնական կյանքում հետևողականությունը կարևոր է։ Խնամքի համակարգված, նույնիսկ փոքր գործողությունները կամրապնդեն հարաբերությունները ավելի շատ, քան պատահական ազդակները։ Ձեր հաջողության գրավականը կարգապահությունն է փոքր բաներում։ Նույնիսկ հիմա ներդրված պարզ սովորությունները կարող են էներգիա ազատել ավելի կարևոր ջանքերի համար։ Խոյ, կրակ, որը սովորում է ավելի երկար այրվել։
Դեկտեմբերին խոհերը հնարավորություն կունենան իրենց գիրքը ուղղորդել այնպիսի գործողությունների, որոնք երկարատև ազդեցություն կունենան։ Ամսվա էներգիան ձեզ կնպաստի վերաբաշխել իմպուլսիվությունը կայուն նախագծերի օգտին։ Սա կարող է լինել վարպետության վրա համակարգված աշխատանք, երկարաժամկետ վերականգնման ծրագիր կամ պատասխանատու թիմային ղեկավարություն։ Կարևորագույնը կլինի տեմպը պահպանելու ունակությունը, ոչ թե անմիջական արդյունքների հետևից ընկնելը, այլ ժամանակի փորձյանը դիմանալի գործընթացների ստեղծումը։ Անձնական փոփոխությունները կարտահայտվեն պատասխանատվության միջոցով։ Ձեր գործողությունները կսկսեն ավելի մեծ նշանակություն ունենալ ուրիշների համար, եւ դա կհանգեցնի նոր տեսակի ճանաչման, ոչ թե բարձրաձայն, այլ հարգալից։ Եթե սովորեք համատեղել գիրքը լավ մտածված ռազմավարության հետ, դեկտեմբերը ձեզ ամուր հիմք կտա ապագա հաջողությունների համար։